Գիտեք չէ, կանանց և տղամարդկանց հագուստի կոճակի տեղակայման տարբերությունը ամենևին էլ նորաձևությունը չէ, այն ունի սոցիալական և ռազմական պատճառներ։ Այս տարբերությունը կարող է չնչին թվալ, սակայն դրա ետևում պատմություն է, որն ունի սոցիալական նորմեր և նույնիսկ ռազմական հնարքների հստակ պատճառներ, որոնք շարունակաբար ազդում են մեր զգեստապահարանի վրա։ Սկսենք տղամարդկանցից։ Ինչպես գիտենք, տղամարդկանց վերնաշապիկների կոճակները կոչկվում են ձախից աջ։ Պարզվում է պատճառը պատմական է և կրել է գործնական բնույթ։ Վերածննդի դարաշրջանում, երբ ձևավորվում էր հագուստը, տղամարդիկ հաճախ դաշույններ, ավելի ուշ նաև ատրճանակներ և այլ զենքեր էին պահում իրենց ծոցագրպանում, և կռվի ժամանակ անհրաժեշտ էր, որ աջ ձեռքով վերցնեին այն։ Եթե կոճակները հակառակ կարվեին, զենքը հանելու գործընթացը կդանդաղեր և մարդկային կյանք կարժենար։ Այժմ կանանց մասով։ Գիտենք, որ կանանց հագուստի կոճակները կոչկվում են աջից ձախ։ Անցյալում միայն հարուստներն են ունեցել կոճակներով հագուստ կրելու հնարավորություն, և քանի որ հանդերձանքը հագնելուն նրանց օգնում էին սպասուհիները, որոնց մեծ մասն աչլիկ էր, հետևաբար հագուստը պետք է հարմարեցված լիներ նրանց, որպեսզի կարողանային կոճկել։ Այսպիսով կոճակների դասավորությունը հուշում էր հարստության և հասարակության մեջ հստակ կարգավիճակ ունենալու մասին։ Իսկ դուք ուշադրություն դարձնում եք, թե որ կողմում են կարված կոճակները։ Գրեք մեկնաբանություններում։ Այսօր էլ այսքանը, մինչ հանդիպում։